եմ այսօրվա իմ խոսքը սկսել մի պատմությունից, որը տեղի ունեցել մեզ համար շատ հայտնի Տիտանիկ նավի վրա։ Դուք գիտեք, այդ պատմությունը մենք ֆիլմ նայել ենք, ունենք մի հետաքրքիր պատմություն այնտեղ տեղի ունեցել։ Դուք գիտեք, որ ապրիլի 1912 թվականին Տիտանիկ մեծ նավը, որի մասին մտածում են, որ անհնարին է, որ իր հետ մի ինչ-որ վտանգավոր բան լինի, նա հպվում է, հանդիպում է այսբերգին և արդեն սկսում է վթար է լինում և նա սկսվում է լցվել ջրով և խորտակվել։ Այդ նավի վրա մի հետաքրքիր անձնավորություն կար, մի հովիվ կար։ Անունը Ջոն Խարտեր էր։ Նա 39 տարեկան էր ու նա գնում էր Չիկագո քաղաք, որպեսզի այնտեղ մասնակցի արթնության ծառայություններին, որտեղ նա ավիտարանիչ էր։ Ու նա մենակ չէր գնում, իր կինը մի քանի ամիս առաջ մահացել է և նա գնում էր իր 6 տարեկան աղջկա հետ, որի անունը Նանա էր։ Ու պատկերացրեք, որ երբ մարդիկ խուճապի մատնվեցին, որովհետև դա մի իրավիճակ է, որ մարդիկ խուճապի մատնվեցին ու սկսեցին այդ բոլոր փոքրիկ նավակների մեջ, ով որ կարող էր նստել, որպեսզի փրկվեն, նա առաջինը իր երեխային ու ասում է, որ իր երիտասարդ զարմուհին էր իր հետ, նա տեղավորեց այդ նավակի մեջ ու նա սկսեց պատմել Հիսուսի մասին, որտև նա հասկանում էր, որ շատ վտանգավոր պահ է։ Մի երիտասարդ, որին նա հարցրեց, նա մոտենում էր հարցում է, դու հավատում ես Հիսուսին, դու Հիսուսին ունես քո սրտում։ Ու մի երիտասարդ այսպես ասեց, չէ, ես չեմ հավատում, չեմ էլ ուզում հավատալ։ Ու գիտեք ինչ արեց այդ հովիվը, նա իր փրկարար այդ ժլետը հանեց ու տվեց իրան ու ասեց, այս ժլետը քեզ ավելի պետք է, քան ինձ։ Պատկերացնում եք, ու նա, որովհետև նա հասկանում էր, որ այս երիտասարդը դեռ Հիսուսին չի ճանաչում։ Այո, ինքը պետք է փրկվի, որ իր կյանքի բոլոր օրերում ճանաչի։ Ու գիտեք, ու երբ նավը արդեն խորտակվեց, ու բոլորը գտնվեցին ջրի մեջ, նրանք ովքեր վկայում էին, նրանք ովքեր տեսել են վկայում են, որ Ջոն Խարտերը այսպես հազիվ լողանալով բանի մի կտոր կոտրված նավից բռնած այսպես լողալով գնում էր ինչ-որ մեկի մոտ ու հարցնում էր, դու ճանաչում ես Հիսուսին, դու Հիսուսին քո սրտիդ մեջ ունես, ու մարդիկ որ ասում են, չէ, նա մի բան էր ասում, հավատա Հիսուսին, ու կփրկվես դու և քո տունը, հավատա։ Ու գիտեք, ու նա մոտեցավ նաև մի մարդ ունել, ու դա եղավ այդ վերջի մարդը, ում ինքը վերջինն էր նա, ում նա վկայեց Հիսուսի մասին։ Ու այդ մարդը նույնպես բացեց իր սիրտը Հիսուսի համար ու ջուրը այնքան սառն էր, որ նա երբ խորտակվեց, նա էլ չկարողացավ ինքը իրան փրկել։ Ու հետո տարիներ հետո հավաքվում են մի այսպիսի հրաշալի հանդիպում են կազմակերպում Ամերիկայում եւ հրավիրում են բոլոր նրանց, ովքեր փրկվել են։ Պարզվում է, որ ավելին քան 1500 մարդ նրանք չեն փրկվել, բայց նրանք, ովքեր փրկվել են, հավաքվում են ու բոլորը վկայում են այս հրաշալի մարդու մասին, որ ինքը գիտեր, որ իր երեխային, որ ինքը ուղարկում են, նա մենակ է մնալու, որբ է լինելու, բայց ինքը համարեց, որ ավելի կարևոր է մարդու հոգու փրկությունը, ինքը գիտեր, որ ինքը փրկված է։ Այո, ես մի քիչ հուզվում եմ, երբ կարդացի այդ պատմությունը, իրականում շատ հուզիչ էր։ Աշխատում եմ, որ երբ ձեզ պատմեմ չհուզվեմ, բայց իրականում շատ հուզիչ է, որովհետև չես կարող անտարբեր լինել մեկի արածի հանդեպ, որը նվիրված էր մարդկանց կյանքի փրկությանը։ Ու գիտեք, ու ես հենց մտածում եմ, ասում եմ, տեսնես ոնց ես կվարվեի այդ իրավիճակում, որովհետև երբ այդպիսի խուճապ է լինում քո շուրջը, մարդը կարող է իրան կորցնել։ Բայց այս երիտասարդ հովիվը, որը գիտեր, որ իր աղջիկը առանց մորն է մնացել, հիմա առանց հորը կմնա, բայց նա վստահում էր, որ Աստված ամեն բանի համար կհոգա, բայց
մարդու հոգու փրկությունը շատ կարևոր էր, ու ես հենց մտածում եմ ու ասում եմ Տեր իմ Աստված, օրինակ, որ մարդը կարող է այսպես անձնուրաց ծառայել մարդկանց հոգիների փրկությանը, այսինքն այն պահին, որ հարցը վերաբերվում է մահվան եւ կյանքի, մարդը այնքան համոզված է, որ ինքը փրկված է, այնքան համոզված է, որտեվ ճանաչում է մեկին, որ ինքը գիտի ավելի կարևոր է ես իմ վերջի կյանքի րոպեներին ինչ որ մեկի հոգին էլ ես փրկեմ, որ այդ մեկը հավիտենական կյանք ունենա։ Ու գիտեք, այսօր ես ուզում եմ էլի խոսել մարդու հոգու փրկության մասին։ Գիտեք, սա շատ կարևոր է մեզ քրիստոնյաներիս համար, որովհետև երբեմն քրիստոնյաները երբ փրկվում են, առաջի պահերին շատ մեծ ուրախություն են վերապրում, ու այդ սերը Աստծո եռում է բոլորի սրտերում, եւ իրանք չեն կարող կանգ առնել, որ չպատմեն ուրիշներին, պատմում են ցերեկը, գիշերը, տրանսպորտի մեջ, հարմար չէ։ Դու հիշում ես քեզ այդպիսինը, ես ինձ այսպիսի վիճակում հիշում եմ, որ ամեն ժամանակ վկայում է Հիսուսի մասին, ու պահ է գալիս, որ դու արդեն կարծես մի քիչ թուլանում է այդ մեծ փափագը մարդկանց փրկության մասին վկայելու, խոսելու, Հիսուսի մասին վկայելու։ Գիտեք, ու այս մի ժամանակաշրջանը, որ Աստված շատ ուժեղ ձևով իմ սրտիս մեջ դրել է, այսպիսի մի բեռ է դրել, որ ես խոսեմ մարդկանց փրկության կարևորության մասին, որ մեզանից ամեն մեկը որ փրկված է, ով որ գիտի, որ ինքը փրկված է, ով որ վայելել է Աստծո քաղցրությունը, նա մի բան պետք է իմանա, որ դա մենակ քո համար չէ։ Դու ունես պատասխանատվություն ուրիշի փրկության համար նույնպես ներդրում անես։ Դու ունես այդ պատասխանատվությունը։ Ամեն, որովհետև գիտեք, այսպիսի տպավորություն ունեմ, որ Աստված երբ նայում է մեզ ու ասում է. Երանի որ իմ որդիները իմանան, ինչ բաներ ես կարող եմ անել իրանց միջոցով, երանի իրանք հավատան, որ ամեն մի խոստումը, որ ես տվել եմ որդուս միջոցով, դա գործում է։ Երանի իրանք հավատան, որ Սուրբ Հոգին մեծ զորությունով իրանց մեջ բնակվում է, ու երբ իրանք Հիսուսի մասին պատմեն, հրաշքներ տեղի կունենան։ Երանի որ իրանք ուզենան հիվանդների համար աղոթել, հավատալով, որ ես կբժշկեմ իրանց։ Գիտեք, այս բաները շատ կարևոր են, ու ես հավատում եմ, որ Աստված շատ ուժեղ ձևով ուզում է թարմացնել հավատքը մեր յուրաքանչյուրի մեջ, արթնություն բերել մեր մեջ, որովհետև երբեմն ես ինքս էլ եմ այսպես բռնացնում այդ պահի վրա, որ կարծես դե մարդիկ բոլորը գիտեն Հիսուսի մասին, դե եթե իրանք ուզենան, ուրեմն կփրկվեն, բայց գիտեք, մարդիկ լսելով լսում են ու չեն լսում, որտեղ շատ ուժեղ հակառակություն կա։ Ու այսօր մեր յուրաքանչյուրի պատասխանատվությունն է այս երկրի վրա լինել Հիսուսի նման։ Գիտեք, միտեղ կա Փիլիպպեցիս ուղերձի մեջ գրված, ուզում եմ այդ տեղը կարդամ, ուրեմն երկրորդ Փիլիպպեցիս գլուխն է, Փիլիպպեցիս ուղերձի երկրորդ գլուխն է, երկրորդ գլուխը ու ուրեմն 4 ու 5-րդ համարները։ Տեսեք, Պողոս առաքյալը ինչ է գրում Սուրբ Հոգով, գրում այսպես. միակ ձեր անձերի բաներին մտիկ չտակ, այլ ամեն մեկն իր ընկերին բաներն էլ։ Ամեն մեկը իր ընկերի բաներն էլ։ Այսինքն մենք մենակ չմտածենք ինչը լավ է ինձ համար, այլ նաև մտածեք ինչը լավ կլինի, ինչ որ մեկի համար։ Ամեն, դուք գիտեք, որ մենք ապրում ենք հասարակության մեջ, ու ինչքանով ենք այսօր մենք զգում, որ աշխարհը գնում է դեպի կործանումը, ու մարդիկ կարիք ունեն Հիսուսին ճանաչելու։ Ու տեսեք 5-րդ համարը ինչ ասում. ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ էլ Հիսուս Քրիստոսն էր։ Հիսուս Քրիստոսումն էր, այն մտածե, ինչն էր Հիսուս Քրիստոսի մեջ։ Պատկերացրեք, Հիսուս այստեղ է, ու դու մոտենաս ու ասես. Հիսուս, ինչն է քեզ համար ամենաթանկը, ինչն է քեզ այսպես մղել, դրդել, ինչն է պատճառ եղել, որ դու եկել ես այս աշխարհ, փառքը թողնելով, լույսը թողնելով եկել ես այս խավարի մեջ,
Ու դուք արդեն գիտեք ինչ կպատասխանի Հիսուսը։ Կասի դու ես պատճառը։ Դու ես պատճառը։ Այնքան քեզ սիրեցի, որ չուզեցա, որ դու խավարի մեջ մնաս։ Ու ես ուզեցա իմ լույսը հայտնել քեզ։ Ու ես ուզեցա, որ դու ունենաս բաժին ինձ հետ հավիտենության մեջ, ոչ թե հավիտենական դժոխքի մեջ։ Ամեն։ Ու ես հավատում եմ հիմա այն ժամանակն է, որ Աստված ուզում է, որ մենք նորից եւ նորից գիտակցենք, ինչ արել մեր Տեր Հիսուսը մեզ համար։ Ինչ արել, որովհետեւ ինքը մեծ գին վճարեց, որ ամեն հավատացողը լինի փրկված։ Ինչ գին ենք այսօր մենք վճարում, որ մեր կողքի հարևանը, մեր բարեկամը իրականում բացվի Հիսուսի համար։ Որոշ մարդիկ ասում են, որ դե ես շատ անգամ իրան ասել եմ, դե այսպես, դե այնպես։ Գիտեք, միգուցե մենք այդպես ինքներս մեզ արդարացնում ենք, դե ես ասել եմ, կարևորը, որ ինքը կուզե հավատա, կուզե չի հավատա, կփրկվի կամ չի փրկվի, իր ընտրությունն է։ Այո, փրկությունը դա ամեն մի մարդու ընտրությունն է, բայց ինչքանով դու ջանք ես անում, որ ինչ որ մեկը, որ այսօր հակառակվում է, որ ճանաչի Աստծո սերը, որտեվ երբեմն մարդիկ չեն հասկանում ինչ բան է հավիտենությունը ու Աստծո սերը, բայց իրանք կարող են լավ հասկանալ քո սիրո վերաբերմունքը, քո ուշադրությունը, քո մոտեցումը, իր նեղության մեջ քո մասնակցելը։ Մարդիկ այդ բանը շատ լավ ըմբռնում են, ամեն։ Հիմա եկեք մի ուրիշ տեղ էլ նայենք իրար հետ միասին Մատթեոս ավետարանի, այսօր ես ուզում եմ խոսել այն բաները, որը մենք լավ անգիր գիտենք, որովհետև մեր եկեղեցում երևի տենց մարդ չկա, որ Աստվածաշնչյան դպրոց ավարտած չլինի։ Բոլոր համարները, բոլոր պատմությունները լավ գիտենք։ Հիմա Աստված ուզում է, որ ինչ որ գիտենք, մենք դա կիրառենք։ Ու գիտեք, ոչ թե ուղղակի այսպես դինջ ձևով, այլ սրտանց, եռանդով, մեծ փափագով, նախանձավորությունով մենք դա կիրառենք։ Ուրեմն, ես կկարդամ Մատթեոս ավետարանից 9-րդ գլխից 39 համարից։ Այս համարը շատ խոսում է ինձ հետ ու տեսեք իմ սրտի հետ ու ես հավատում եմ Աստված ինչ-որ բան ուզում է մեզ բոլորին ասել։ Գրված այսպես. «Եվ Հիսուսը ամեն քաղաքները եւ գյուղերը ման էր գալիս, նրանց ժողովարաններում սովորեցնելով եւ արքայության ավետարանը քարոզելով եւ ժողովրդի մեջ ամեն ցավն ու ամեն հիվանդությունը բժշկելով»։ Դուք նկատել եք, որ Հիսուս Քրիստոսը նաեւ մտել է հրազդան։ Նկատել եք, որ Հիսուս Քրիստոսը, որ քաղաքներով, գյուղերով ման էր գալիս, նա հրազդանն էլ մտավ, նա քեզ էլ այցելեց, հրազդանի շրջաններն էլ մտավ, գիտես ինչու, որտեղ նա սիրում է քեզ, նա քո հանդեպ անտարբեր չի, նա անպայման ուզում էր քեզ հետ հանդիպել, որպեսզի ասել ինչքան է քեզ սիրում եւ ինչքան լավ է ապրել առանց մեղքի եւ ապրել Աստծո հետ միասին։ Ամեն։ Հիսուսը գնում էր ամենտեղ, որտեղ մարդիկ կային, որտեղ Հիսուսի նպատակը մարդուն խոսել է Աստծո արքայության մասիններ։ Դա էր նպատակը, որ Աստված իրան սիրում է։ Ու տեսնենք հետո ինչ է գրված։ Գրված է. «Եվ նա ժողովուրդներին տեսնելով գթաց նրանց վրա, որ հոգնած եւ ցիրության եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեին»։ Այսօր շատերը ասում են, որ մի մեծ պրոբլեմ կա, որ ոչ թե մենակ մեծերը, անգամ երիտասարդները շատ հոգնած են։ Առավոտը վեր են կենում հոգնած, որ մի բան ասում ես, ասում ես, վայ ես հոգնած եմ։ Պարզվում է, որ միշտ էլ այդ պրոբլեմը աշխարհում կար, մարդիկ հոգնած են։ Ու գիտեք պատճառը որն է, որ մարդիկ հոգնած են, որ իրանք ցիրության եղած են, որ իրանք անկախ են Աստծոց ապրում։ Այն մարդիկ, ովքեր Աստծունն են, Աստծո հետ են ապրում, նրանք այդ զորությունը, այդ հանգիստը, այդ Աստծո ներկայությունը վերապրում են։ Ու այստեղ ինձ մի խոսք է շատ ուժեղ ձևով այսպես խոսում իմ սրտի հետ, որ գրված է, երբ Հիսուսը գրված է ժողովուրդներին տեսնելով, Հիսուսը տեսավ ժողովուրդները, նա տեսավ, ու ուզում եմ այսօր ասել, ինչ ես դու տեսնում քո շուրջը, ում ես դու տեսնում քո շուրջը, դու տեսնում ես քո շուրջը հիվանդ մարդկանց, դու տեսնում ես, եթե ինչ-որ մեկը մի անգամ գնացել է հիվանդանոց կամ մեր պոլիկլինիկան, բոլորը ասում են այնքան հերթեր են, այդ հերթերը խոսում են շատ հիվանդների մասին,
Ինչ ես դու մտածում։ Բժիշկները նրանց հարցերը պիտի լուծեն։ Ինչ որ չափով բժիշկները լուծում են, բայց չեն կարողանում լուծել։ Բոլոր մարդիկ Աստծո կարիք ունեն։ Ինչ ես դու մտածում։ Տեսնելով այդ հերթերը, տեսնելով մտահոգված մարդկանց, տեսնելով բեռնավորված, տեսնելով մարդկանց, ովքեր ալկոգոլից փողոցներում ընկած են, տեսնելով թմրամոլներին, ինչ ես դու մտածում, երբ դու իրանց տեսնում ես։ Ես համոզված եմ, որ երբ Հիսուսը այդպիսի մարդկանց տեսնում էր, նա մի բան էր մտածում, այդ մարդը կորած է, կորած վիճակի մեջ է, նա իմ կարիքը ունի, ու Հիսուսը մոտենում էր այդպիսի մարդկանց, ամեն, նա տեսնում էր իրանց, ու Աստված ուզում է, որ այսօր իր եկեղեցին, որը Քրիստոսի արյունով գնված է, կարողանա նույնպես տեսնել իր շուրջը, ոչ թե որ մենք մենակ տեսնենք այն, ինչ որ մեզ է պետք, այլ որ մենք նկատենք այն մարդկանց, ում կողքին մենք ապրում ենք, ում հետ մենք շփվում ենք։ Գիտեք, մեր եկեղեցում կան մարդիկ, ովքեր վաղուց բացակայում են, վաղուց։ Մենք տեսնում ենք իրանց բացակայությունը, թե չենք տեսնում։ Եթե տեսնում ենք բացակայությունը, ինչպես ենք արձագանքում։ Ասում ենք, երբ կուզենա կգա, թե մի հատ մտածում ենք, մի հատ վերցնեմ համարը զանգեմ։ Զանգում եմ, ասում հա կգամ, չի գալիս, միգուցե մի հատ էլ այցելեմ, տեսնեմ ինչ է եղել այդ մեկի հետ, ով է իրան խաբել, ինչ պրոբլեմա, ինչ հոգս ունի այդ մարդը, որ ես այդ մարդու կողքին կանգնեմ, օգնեմ, ասեմ, դու մենակ չես, ընտանիքը այդպես ավարվում, սիրելիներ։ Ու հետո Հիսուսը ինչ է ասում, պատճառն է գտնում, ինչու մարդիկ հոգնած են ու ցիրուցան եղած։ Այսօր էլ նայում ես մարդկանց, կարծես անգամ քրիստոնյաների կարելի է նկատել, որ ոնց որ մարդը ինքը իրան կորցրած է, ինքը չգիտի, ինքը ինչ նպատակի համար է ապրում, ոնց է ուզում ապրել, այդպես չպիտի լինի։ Մենք պետք է կենտրոնացած լինենք Հիսուսի վրա ու իմանանք մեր կյանքի նպատակը եւ իմաստը որն է։ Հիշում եք Հիսուսը, որ մի անգամ ասեց, երբ դուք փնտրեք նախ եւ առաջ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը, ամեն բան ձեզ կտրվի։ Մենք ամեն մեկս ունենք մեր անձնական հոգսերը, մենք ունենք հարցերը, միգուցե ինչ-որ վարկերը, ֆինանսական դժվարությունները, ունենք դա։ Ու ոչ մեկին չեն կարող զարմացնել, բայց Հիսուսը ճանապարհը ցույց տալիս, ինչպես այդ հարցերը կարող է լուծել։ Սկզբից մտածենք իր արքայության մասին, եւ նա այդ հարցերը կլուծի, որտեղ Աստված իր խոսքի տերն է։ Ու տեսեք, նա գտնում է պատճառը ու ասում է, որ նրանք հոգնած, ցիրուցան եղած են, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն։ Պատկերացնում եք, Հիսուսի սիրտը միանգամից արձագանքեց։ Ու ինքը մտածեց, այս մարդիկ, որ ճանաչեն հովիվին, իրանց կյանքը կփոխվի։ Ամեն։ Այսօր մեր շուրջը այդպես հոգնած, ցիրուցան եղած, մեղքերի մեջ, հիվանդությունների մեջ լիքը մարդիկ են։ Ու Աստված այսօր ասում է, ով կգնա մեզ համար։ Ով կգնա մեզ համար մեր մասին վկայելու, որ կա ուրիշ կյանք։ Ուրիշ տեսակի կյանք կա, որ կա փրկություն, մեղքից, հիվանդությունից կա ազատություն, ով կգնա։ Երբ երկնքում այդպիսի խորհուրդ էր, Հիսուսը ասեց, հար ես կգնամ։ Նա եկավ ու նա բարձրացրեց աշակերտներին։ Այսօր Հիսուսը նույն կոչն է անում, ով կգնա մեզ համար։ Պատկերացրեք, նա այստեղ կանգնած ու հարցնում է, ով կգնա վկայելու իմ գործի մասին, ով կգնա։ Ինչ ենք մենք պատասխանում Հիսուսին։ Ես ձայներ չեմ լսում։ Եկեք թող պաշտոնական չլինի այս մեր հանդիպումը, ձեզ ազատ զգացեք։ Դու զգում ես, որ Աստված դրել է պատասխանատվությունը նաև քո կյանքի վրա, որ դու էլ զգաս, ամեն, որ դու էլ մասնակցում ես Աստծո գործի մեջ, ու դա մեծ պատիվ է, դա բեռ չի, դա մեծ ուրախություն է։ Քանիսը ձեզանից ուրախացել եք, երբ մարդը հիվանդ էր, դու աղոթել ես իր համար, ու նա բժշկվել է։ Քանիս ուժեղ ուրախություն է, չէ՞։ Ավելի մեծ ուրախություն է, չէ՞, քան թե, չգիտեմ, միլիոները։ Դա մի յուրահատուկ տեսակի ուրախություն է։ Բայց երբ մեկը, որ մեղքերի մեջ է ու դառնում է Հիսուսին ու իր կյանքի որակը փոխվում է, նկատել եք այդպիսի մարդկանց։ Նկատել եք, մարդը, որ աննպատակ է ու դառնում է նպատակին ու կյանքը փոխվում է։ Հիսուս Քրիստոսը նույնն է, նա չի փոխվել։
Այսօր Հիսուսը մի բան է ուզում, որ նա, որ մենք շատ ակտիվ լինենք մեր վկայության մեջ, մեր հոգևոր կյանքի մեջ, որտեղ նա քեզ փրկել է, որպեսզի դու էլ փրկես ուրիշներին։ Եկեղեցին այնտեղը չէ, որ մենք գալիս ենք, որ մեզ զբաղեցնեն, մեզ զվարճացնեն։ Հասկանալի է, չէ՞։ Եկեղեցին այդտեղը չէ, եկեղեցին այնտեղն է, որ մենք իրար հետ հավաքվում ենք, որ Աստծուն փառաբանենք, լսենք Աստծո ուղերձը եւ գնանք ու այդ շաբաթը դրա մեջ մենք լինենք։ Ու դուք նկատել եք, որ Աստված ամեն կիրակի օրը նա խոսում է մեր սրտերի հետ, ու դու կարող ասես, այս մարդը որտեղից իմացավ, որ ես դրա կարիք ունեմ, իմ իրավիճակի մասին նա որտեղից իմացավ։ Աստված այնքան է մեզ սիրում, որ գալիս է, որպեսզի մեզ յուրաքանչյուրիս այդ խղճությունից բարձրացնի, որ ամեն ընկճված վիճակից մեզ զորացնի, որտեղ նա սիրում է քեզ։ Ամեն, նա քեզ շատ սիրում է։ Եվ ինչ արեց Հիսուսը։ Նա տեսավ մարդկանց, իր գութը շարժվեց, նա անտարբեր չգտնվեց, հասկանում եք։ Երբեմն, երբ դու մեկին տեսնում ես հիվանդ, կարող է չնկատես, ասես դե իրա պրոբլեմն է։ Բայց գիտեք, այն մարդը ում մեջ կա Տիրոջ հոգին, չի կարող անտարբեր անցնել։ Ասում ես Տեր իմ Աստված, նենց կուզենամ, որ այդ մարդը բժշկվի։ Դա Հիսուսի սիրտն է։ Որտեվ Հիսուսը երբ տեսնում է կոտրված, փշրված, հիվանդ մարդկանց, իր գութը շարժվում է։ Դա ինչ է նշանակում, որ նա անտարբեր չի գտնվում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մեզանից ոչ մեկը չպիտի լինի անտարբեր մեր շրջապատի մարդկանց հանդեպ։ Գիտեք, Աստծո խոսքը մի բան է ասում, որ երբ քաղաքի մեջ արդարները շատանում են, մեծ ուրախություն է լինում։ Արդարները երբ շատանում են, լավ է, չէ, որ արդարները շատանում են, լավ է, չէ, որ քաղաքում ոչ մեկը չի գողանում, ոչ մեկը մյուսին չի նախանձում, մեկը մյուսին օգնում է։ Աստված ուզում է, որ արդարները շատանան, բայց այդ գործը Աստված չի անելու։ Այդ գործը ով է անելու։ Ասա ես։ Այո։ Գիտեք, երբ ես այդ համարը կարդացի, ասա Տեր իմ Աստված, ես ուզում եմ, որ իմ քաղաքի մեջ, իմ երկրի մեջ արդարները շատանան։ Մարդիկ շատ անգամ մեղադրում են պաշտոնյաներին, այսպես կամ այնպես, այս բանը լավ չէ, այս բանը սենց է, բայց քրիստոնյաները ոչ թե պիտի մեղադրեն, գործ պիտի անեն քրիստոնյաները, մեղավորներին դարձնեն արդարներ, դա է քրիստոնյաների գործը, դա քո գործն է, որ դու մեղավորին այցելես ու ասես Աստված ունի ուրիշ ծրագիր քո կյանքի հանդեպ, Աստված ուզում է փոխել քո կյանքը, ոնց որ այս Ջոն Խարտերը, ուզում ես Հիսուսին ճանաչել, ունես Հիսուսին քո սրտիդ մեջ, հավատա, կփրկվես դու եւ քո ընտանիքը, բաները կփոխվեն, ամեն։ Գիտեք, որոշ մարդկանց կյանքում այսօր ճահիճացած վիճակ է, գիտեք ինչու, որովհետև Գալիլեայում ծովը մտնում է մեռած ծովի մեջ, այնտեղ կանգնում է, վերջ, այն մեռած ծովից էլ ելք չկա, մեռած է, մենք լսում ենք խոսքը, դա ոնց որ Գալիլեայում ծովի ջրերը լինի, որը մեզ ապրեցնում են, կանգ են առնում, ու չեն գնում, դուրս չեն գալիս բանը մեռած ծովից, դրա համար էլ մեռած է համարվում։ Եթե դու մտածում ես, որ քո կյանքում ձանձրություն է եկել քո քրիստոնեական կյանքի մեջ, ինչ որ բաներ չի փոխվում, ժամանակն է, որ դու սկսես ուրիշներին պատմել Հիսուսի մասին, որովհետև դա ամենաթանկ բանն է երկնքի համար, ամենաթանկ բանն է Աստծո համար։ Երբ դու սկսես Հիսուսի մասին վկայել քո դժվար վիճակի մեջ, երկինքը կխառնվի քո իրավիճակի մեջ։ Ես մի քուրիկին եմ ճանաչում, որի մայրիկը ծանր վիճակում է, քաղցկեղով հիվանդացել է, վիրահատությունը արել են, հիմա գտնվում է նորից վերականգնման ընթացքի մեջ, ճառագայթում է ընդունում, ու այդ ժամանակ, որ ինքը մորը օգնում էր հիվանդանոցում, պարզվեց այդ երևի ստրեսներից ինքը ստրես վերապրեց, ու ինչ որ բան խոց առաջացավ իր ստամոքսի մեջ, ու իրան էլ վիրահատեցին, ինքը այդպես հիվանդ վիճակով հոգում էր իր մայրիկի մասին, որտեղ ուրիշ եղբայր քուր չունի ու պապա էլ չունի իրանց կողքին։ Ու այսօր ես, գիտեք, ինքը գտնվում է հիվանդանոցում իր մոր կողքը, բայց նա մի բանը վիդեո է տեղադրել, որտեղ ուրիշներին հորդորում ու ոգևորում է,
Ու ես ասում եմ ապրի այդ աղջիկը, որ ինքը չի կենտրոնացել իր վրա, իր ցավի վրա, իր խնդրի վրա։ Նա գիտի, որ իր շուրջը կան շատ մարդիկ, որ նույնպես այդպիսի վիճակում են։ Ու նա մոռացել է Իրանը, ոչ թե մոռացել է, նա վստահում է, որ Աստված կարող է օգնել, Աստված կարող է օգնել։ Սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի իմ թանկ քույրեր ու եղբայրներ, այնքան կարևոր է, որ մենք ապրենք երկրի վրա, ինչպես Քրիստոսի յետևորդ, ինչպես քրիստոնյա։ Քրիստոնյա նշանակում է լինել Քրիստոսի նման, լինել Քրիստոսի նման, ամեն։ Դա նշանակում է անել այն, ինչ որ Քրիստոսը անում է։ Միգուցե դու վաղուց դադարել ես ուրիշի փրկության համար աղոթել, կամ հիվանդ մարդու համար աղոթել։ Կարող է մի անգամ կամ մի քանի անգամ աղոթել ես, մարդը չի բժշկվել, ու այսպիսի բան է եկել, բլոկ է քո մոտ։ Բա ոնց ես անեմ։ Շարունակիր աղոթել հիվանդների համար, որ պարգև ազատագրվի։ Շարունակիր մարդկանց Հիսուսի մասին պատմել։ Եթե չեն ընդունում, գնա ուրիշի մոտ, մեկ ուրիշը կա, որ քեզ սպասում է։ Ու ես հավատում եմ, որ երբ եկեղեցին ակտիվանա, այն ժամանակ մարդիկ կասեն, ես քեզ վաղուց սպասում էի։ Ես ասում եմ, Աստված ջան, եթե դու կաս մի հատ երևա, հայտնվիր։ Ոնց Աստված հայտնվում այսօր այս աշխարհի մեջ, քո միջոցով։ Դու շատ կարևոր մարդ ես այս երկրի համար, այս աշխարհի, Հրազդանի, Հայաստանի համար, դու կարևոր ես։ Հավատա, Աստծո սրտից եմ խոսում, Աստված նայում է քեզ, ասում է, այս մեկը իմ հույսն է այս աշխարհի համար, այս երկրի համար։ Շատերը սպասում են, որ Հայաստանը ինչ որ ձևով պիտի փոխվի, Հայաստանը Աստված պիտի փոխի։ Երբ մեղավորները դառնում են արդարներ, ու դա մենակ կարող է Աստված անել, ու միջոցով, քո միջոցով, ամեն մի քրիստոնյայի միջոցով, ամեն։ Այս բաները իրականում շատ կարևոր է։ Գիտեք, մի պատմություն էլ կա, բանի Մատթեոս 14-րդ գլխում, այնտեղ պատմվում է, ինչպես մեր Տեր Հիսուսի եղբորը Հովհաննես Մկրտչին գլխատել են։ Կարդացել եք այդ պատմությունը, գիտեք։ Ու երբ աշակերտները եկան իրեն դրա մասին պատմեցին, նա տխրեց շատ։ Ինչպես էլ մենք կտխրենք, երբ մեր ինչ որ հարազատը թողնում է այս աշխարհը։ Մանավանդ երբ շատ երիտասարդ տարիքում է գնում, երբ կարող էր ապրել, շատ բաներ անել, մենք շատ ենք տխրում ու շատ ենք սգում։ Ու հիմնականում երբ մարդիկ տխրում են, կորուստի ժամանակ, թեկուզ շատ մոտենում են ու այսպես մխիթարում են, գրկում են եւ այլն, հաճախակի մենք ուզում ենք առանձնանալ ու հիշել, ինչ արել ենք, ինչ հասցրել ենք, ինչի չենք հասցրել այդ մեր հարազատի համար, ինչի ճիշտ ենք արել, ինչը սխալ ենք արել։ Գիտեք, մեր Տեր Հիսուսը նույնպես նավակը նստեց ու առանձնացավ անապատ։ Նա ուզում էր առանձին լինել, որտեղ նա նույնպես հորից կարիք ուներ մխիթարվելու։ Ու գիտեք ինչ, երբ ինքը դուրս եկավ իր տեղից, նա տեսավ մարդիկ, որ լսել են, որ Հիսուսը այդ տեղում է, հավաքվել են ու բազմություն է եկել։ Ու պատկերացրեք, մարդիկ եկել են, ով որ հիվանդը Իրանա բերել, ով որ անդամալուց էր կարողացել է նրան շալակել բերել։ Ու Հիսուսը դուրս եկավ ու տեսավ լիքը բազմություն, պրոբլեմներով լի, հիվանդներ, դիվահարներ, ընկճվածներ։ Նա տեսավ, ու Հիսուսը այդպես էլ գրված է, իր սիրտը գթած, իր սիրտը շարժվեց։ Նա չասեց ժողովուրդ, ես հիմա սքի մեջ եմ, ես հիմա ժամանակ չունեմ ձեզ ուշադրություն դարձնելու, նա այդպես չասեց, ինչու, որտև Հիսուսը գիտեր, մարդու հոգու փրկությունը ամենից կարևոր է, ամենակարևորն է, նա իր անձը խոնարհեցրեց ու գրված է, նա բժշկեց բոլոր հիվանդներին, նա չնայեց իր սքին, չնայեց իր դժվարությանը, նա գիտեր ինչի համար է նա ապրում երկրի վրա։ Սիրելի իմ քույր եղբայր, ինչքանով ես դու գիտակցում քո կյանքի նպատակը ինչումն է, քո կյանքի իմաստը ինչումն է, ամեն։ Հավատա, որ Աստված ուզում է հոգ տանել քո չլուծված հարցերի համար, նա կարող է այդ բաները անել։ Միգուցե դու աղոթում ես, որ Աստված քեզ բժշկի, դու մինչև մա չես բժշկվել։ Աստված միգուցե ուրիշ ճանապարհ ունի, երբ դու գնաս մի հիվանդի համար աղոթես ու դու բժշկվես։ Երբ դու մեկին ուշադրություն դարձնես, Աստված ցույց կտա ինչքան բարի է նա քո հանդեպ։ Ամեն։ Ամեն։
Արաքացի 11:30 համարը այսպես ասում, որ արդարի պտուղը կենաց ծառն է եւ իմաստունը հոգիներ շահողն է։ Հոգիներ շահողը։ Դա քեզ ինչ-որ բանի մասին խոսում է։ Այսօր Աստծո եկեղեցին պետք է կարողանա մեղավոր մարդկանց հոգիները շահող լինի, որ այդ մարդկանց մենք օգնենք իրանք քայլ անեն դժոխքից դեպի Աստծո ներկայությունը։ Մեզ իմաստություն է պետք։ Ամեն։ Հանկարծ չմտածես Տեր իմ Աստված, ես ուզում եմ, բայց ես ոնց խոսեմ, մարդիկ չեն լսում։ Խոսելուց առաջ դու պետք է աղոթես։ Երբ դու աղոթում ես, Աստված դնում է գթություն քո սրտիդ մեջ։ Սրտացավություն է դնում, պարգևներն են սկսում գործել, որովհետև մենք մեր ուժով չենք անում դա, սիրելիներս, Սուրբ Հոգու ուժով ենք անում։ Կարող է դու քո խելքից ուզում ես մեկին բացատրել, ապացուցել, որ Աստված կա, այդ մարդը ավելի ինտելեկտուալ զարգացած է, ու չգիտեմ, ինչ որ պատճառաբանություններ է բերում։ Բայց երբ դու Սուրբ Հոգով ես լցված, Սուրբ Հոգին ամեն բան տեղին գիտի ոնց ասի, երբ ասի։ Ու ամենը չգիտեմ, զարգացած մարդն էլ համոզվում է ու հասկանում է, որ ինքը Աստծո առաջ մեղավոր է։ Ես մի անգամ մեկին մի ուսուցչուն Հիսուսի մասին պատմում էի, նա այսպես վերևից ինձ նայում էր, լսում էր ու ասում էր. ես ինչ կապ ունեմ, ես մեղավոր չեմ, թող մեղավորները ապաշխարեն։ Բայց երբ ես սկսեցի խոսել Աստծո սիրո մասին, մեր զրույցի վերջում նա ինձ մի բան ասեց. ախր ես այնքան մեղքեր ունեմ, Աստված կարա ինձ ների։ Տեսեք, որտեղից, որտեղ նա հասկացավ, որ Աստծո առաջ նա մեղավոր է։ Ամեն։ Հիսուսը չի եկել արդարների համար։ Հիսուսը եկել է մեղավորների համար։ Ու հարցը գիտեք ինչու՞մն է, որ արդար երկրի վրա գոյություն չունի, որ արդար մարդը դառնում է մենակ Հիսուսի միջոցով, երբ Աստված ներում է մեր մեղքերը եւ իր արյունով մեզ մաքրում եւ սրբացնում է։ Ամեն։ Ինչ լավ է, չէ՞, ապրել առանց մեղքի։ Ինչ հիասքանչ է, ապրել ազատության մեջ։ Գիտակցում եք դա։ Եվ ինչքան կարևոր է, որ այսօր մենք օգնենք մեզ շրջապատող մարդկանց, որ իրանք էլ ճանաչեն Հիսուսին։ Հիսուսի մասին վկայել կարելի է տարբեր ձևերով։ Հիսուսը իր Սուրբ Հոգին տվել է մեզ մի կարևոր նպատակի համար, որ մենք իր մասին վկայենք։ Իհարկե Սուրբ Հոգին մեզ օգնում է, որպեսզի մենք կարողանանք ճանաչել Հիսուսին, դա շատ կարևոր է, որտեղ մենք շատերս չենք ճանաչում իրան այնպես, ինչպես որ նա կա։ Ու Սուրբ Հոգին բացում է Աստծո խոսքը, նա խոսում է մեր սրտի հետ, նա մեզ հանդիմանում է մեր սխալների ժամանակ, նա մեզ մխիթարում է, երբ մենք ընկճված ենք, նա մեզ ցույց է տալիս ճիշտը որն է, որտեղ այս աշխարհը ստության մեջ կորած է։ Ու մենք կարիք ունենք մեկին, ով որ մեզ ճիշտը կխոսի, ու դա Աստծո Սուրբ Հոգին է, սիրելիներս։ Բայց նաև դրա հետ միասին Սուրբ Հոգին ուզում է, որ դու վկայես Հիսուսի մասին, որտեղ միակ ճանապարհը դեպի փրկություն դա Հիսուս Քրիստոսն է։ Միակ ճանապարհը։ Այսօր որոշ փիլիսոփաներ ասում են, որ դե ամեն մեկը իր փրկությունը ունի, չէ, ամեն մեկը իր ճանապարհը ունի դեպի փրկություն։ Մեկը Մոհամեդի ճանապարհով, մեկը չգիտեմ Կրիշնայի, մեկը ինչ որ մեկի միակ ճանապարհ կա։ Հիսուս Քրիստոսը, այս երկնքի տակ մի անուն կա, որը կարող է ներել մեղքերը, որի առաջ սատանան լռում է, որը վերցրել է դժոխքի ու մահվան բանալիները, որը արդար ձևով եկել է այս աշխարհ, ոչ թե ինչպես Աստված, այլ ինչպես մարդ, ու նա պայքարեց Ադամի փոխարեն սատանայի դեմ, ու նա հաղթանակ վերցրեց, ու այդ հաղթանակը քեզ է պատկանում, որպեսզի դու էլ Հիսուսի նման կարողանաս շատերին ազատել մահվան այդ կապանքներից, մեղքի կապանքներից, սիրելիներս։ Եթե եկեղեցին, եթե քրիստոնյան ինքը Հիսուսի մասին չի վկայում, նման է մեռած ծովին։ Եկեք ազնիվ լինենք, ու շատերը ասում են, ես աղոթում եմ, բայց պատասխան չեմ ստանում։ Ես աղոթում եմ բժշկության համար, բժշկությունը չի գալիս։ Միգուցե ինչ-որ բան պետք է փոխենք մեր կյանքում։ Միգուցե մենք պիտի սկսենք ակտիվ դուրս գալու Հիսուսի մասին վկայել, որտեղ ամեն մի օրը հաշված է։ Պատկերացրու այսօր քո կյանքի վերջի օրն է։ Վերջի օրը ինչ դու պիտի անես, ինչ պիտի դու անես։ Վերջի օրը դու գնալու ես հավիտենության մեջ, ինչ պատասխան ես տալու Աստծուն։
Վերցնելու ես քո կուտակած ոսկիները, չես կարող տանել։ Ոչ մի բան չես կարող։ Հոբ ասել է, մերկ եկել ենք, մերկ էլ գնալու ենք։ Ամեն։ Մի պատմություն եմ լսել, մի մարդու մասին, ով որ եկել է մի երկիր, ուղղակի ոսկին այնտեղ բանանելու, դաբիված ոնց է։ Բեղելու, այո, շնորհակալություն։ Ու երբ արդեն ահագին հավաքել է ոսկի, նա նստել է, որպեսզի գնա իր ընտանիքի մոտ։ Ու ճանապարհին փոթորիկ է սկսվում, ճանապարհին, ու այնպիսի փոթորիկ է, որ այն բոլոր բանը փոքրիկ նավակներին այսպես պատրում են ու գնում են ծով, ու ինքը իր ոսկին կապել է իր գոտին, որ գիտեր, որ մոտիկ գտնվում է ինչ-որ մի թերակղզի, որ մոտենան կարողանա լողալով հասնել այդ կղզին փրկվել։ Ու մեկ էլ մի փոքրիկ աղջիկ մոտենում է, որի ծնողին այդ ալիքները եկել ու տարել են ծովը։ Նա եկավ իրան գրկեց այսպես վզից, ասեց, միստր, խնդրում եմ, ինձ էլ փրկեք, ինձ էլ փրկեք։ Ու այդ մարդը կանգնեց որոշման մեջ, կամ այդ երեխային պիտի փրկի, կամ իր ոսկին։ Այդ որոշման առաջ կանգնեց ու ընտրեց, որ պիտի երեխային փրկի։ Նա արձակեց այդ ոսկին, գցեց ծովը, այդ երեխային գրկեց ու հազիվ հասավ այդ կղզին։ Ու երբ հասավ, ընկավ ու շաթափվեց, երբ ուշքի եկավ, ասեց այդ պահին անմիջապես երեխան մոտեցավ, համբուրեց ու ասեց, միստր, այնքան շնորհակալ եմ, որ դուք ինձ փրկեցիք։ Ու այդ մարդը հասկացավ, որ այդ երեխայի փրկությունը ավելի իրան ուրախացրեց, քան այն ոսկին, որ ինքը պետք է հասներ իր ընտանիքին։ Սիրելիներս, ինչքանով այսօր մենք գիտակցում ենք, որ մարդու փրկությունը, մի հոգու փրկությունը շատ թանկ է Աստծո համար, շատ թանկ է։ Ու քո փրկության համար մարդիկ աղոթել են, քո փրկության համար մարդիկ քեզ վկայել են։ Ինձ մեկը ասում էր, որ դու գիտես, որ երբ դու ինձ Հիսուսի մասին պատմում ես, ես իմ ներսում քեզ վրա ծիծաղում էի։ Դա իր խնդիրն էր։ Բայց իմ հարցը, որ ես Հիսուսի մասին պատմեմ այդ մեկին, ու հետո տվեցի իրան ավետարանը, որ ինքը կարդա։ Հիշում եմ կարմիր գույնի գիրք էր։ Ու նա ինձ հետո վկայում, ասեց, գիտես, երբ դու ինձ պատմում ես Հիսուսի մասին, ես բան չէի հասկանում։ Բայց երբ ես կարդացի ավետարանը, ես հանդիպեցի Աստծո հետ։ Ասեցի, կարևորը, որ դու Աստծո հետ հանդիպել ես։ Ու նա ազնիվ խոստովանեց, որ երբ ես իրան Հիսուսի մասին պատմում, ինքը ներսում այսպես ծիծաղում էր ինձ վրա, ձեռ էր առնում։ Բայց Հիսուս իրան հաղթեց։ Հիսուսը հաղթեց։ Ես շատ անգամ ասում եմ, Հիսուս, շնորհակալ եմ, որ դու հաղթեցիր իմ անհավատությունը, հաղթեցիր իմ համառությունը, հաղթեցիր իմ տգետությունը, որ դու հաղթեցիր, որ դու քո սիրով ինձ շահեցիր, որ քո սերը փափկացրեց իմ սիրտը, դու ինձ շահեցիր, քո մեծ սիրով։ Ես այդ բանը այսօր գիտակցում եմ ավելին, քան երբևէ, սիրելիներս։ Ինչքանով մենք դա գիտակցում ենք։ Գիտեք, սատանան մի բան է ուզում, որ մենք կենտրոնանանք մեր խնդիրների վրա։ Ես ինչքան որ տարի ապրում եմ երկրի վրա, մի 60+ տարի արդեն կամ։ Փոքր չեմ, բայց մի բան հասկացել եմ, որ հոգսերը երբեք չեն վերջանում։ Խնդիրները երբեք չեն վերջանում։ Եթե մեկը մտածի, ես տան գործ անեմ, հետո կգամ եկեղեցի, հետո Աստվածաշունչ կկարդամ, հետո սենց, հետո նենց, ես ամուսնանամ, հետո սենց, հասկանում եք։ Աստծո խոսքը ասում է, այսօր է փրկության օրը, այսօր է փրկության օրը, այսօր է հաճելի այդ ժամանակը։ Ինչ ենք մենք անում։ Սատանան խաբում է, մենք գնում ենք, այստեղ ոգևորվում ենք, բայց գնում ենք ու հետո մոռանում ենք։ Ինչի համար ենք կանչված։ Խնդրում եմ, մտածիր, ինչու՞մն է քո կյանքի իմաստը, քո կյանքի նպատակը։ Աստված ուզում է, որ մենք պտուղ բերենք, պտուղ։ Ինչն է պտուղը։ Փրկված մարդկանց հոգիներն են։ Ու Հիսուս ասել է, ես որդն եմ, որդատուն կնեմ, դուք ճյուղեր ինձ վրա։ Այն ճյուղը, որը ինձ վրա հաստատված չի, չորանում է, կտրվում է ու գցվում է կրակը, բայց այն ճյուղը, որ ինձ վրա է հաստատված, նա դալար աճում է, պտուղ է բերում։ Եվ այդ պտուղները
ուրախացնում են մշակին, ուրախացնում են, ամեն, ոչ մի ծառ ինքը իր պտուղներով չի կերակրվում, չի օգտվում, պտուղները ուրիշների համար են, մեր Տեր Հիսուս առաջի պտուղն էր, որ ինքը իրան տվեց, ինչպես մի սերմ, ասեց սերմը մինչև չմեռնի հողի մեջ, նա պտուղ չի տա, ամեն, ինչն է այսօր մեզ համար ամենակարևորը, մեր կյանքում, այո տունը, երեխաները, հարաբերությունները, աշխատանքը, շատ լավ է, բայց ինչ եք մտածում, Աստված չգիտի, որ դա քեզ համար կարևոր է, Աստված կարող է քեզ ավելի մեծ հաջողություն տալ, ավելի առաջ տանել քո կյանքը, երբ դու համագործակցես Աստծո հետ ու ասես Տեր, ես ուզում եմ, որ իմ օրերի մեջ, որ ես ապրում եմ, որ դու ինձ պարգևել ես, ես պտուղ բերեմ, իմ միջոցով փրկվեն մարդիկ ու պատկերացրու, որ դու գաս երկինք, քանի հոգի պիտի գան ու ասեն, շնորհակալ եմ, որ դու համարեցիր, ես չէի հավատում, բայց դու քո աղոթքով, քո սիրով, քո այցելությունով, դու համոզեցիր, որ Հիսուսն է Տերը, որ նա է փրկիչը, ու այսօր ես այստեղ եմ, ես փրկված եմ, ես փառքի մեջ եմ։ Սա լուրջ պահ է, սիրելիներս, ու թող Սուրբ Հոգին օգնի, որ այսօր մենք, ինչպես Աստծուց ծնված մարդիկ, ինչպես Սուրբ Հոգու բնակչության վայր, որտեղ նա մեր մեջ բնակվում է, որ մենք գիտակցենք, մեր կյանքի նպատակը որն է, որ մենք Հիսուսի նման լինենք այս երկրի վրա, Հիսուսի նման, նա քայլում էր, մենք էլ քայլենք, մենք էլ այցելենք մարդկանց, մենք էլ ում տեսնում ենք սիրո խոսքեր ցանենք մարդկանց կյանքերի մեջ, մենք ունենանք սիրտ դնելու համար, հոգալու համար, անտարբեր չլինելու համար, սիրելիներս, հավատում եք։ Հալելույա։ Հիսուս Քրիստոսը Զաքեոսի տանը, երբ այցելեց մեղավոր Զաքեոսին, ինձ դահիլ է շատ այսպես հուզում, որ մեղավոր Զաքեոսը հարուստ էր, մաքսավոր էր, ուրիշների փողն էր վերցնում, ավել հարկեր էր հաշվում, բայց նա երբ Հիսուսի մասին լսեց, նա ուզեցավ Հիսուսին տեսնել, ու երբ Հիսուսին տեսավ, նա Հիսուսի ներկայության մեջ, նա հասկացավ, որ ինքը մեղավոր է, ու նա զղջաց ու ապաշխարեց ու ասեց, ումից ես գողացել եմ կվերադարձնեմ, ում նեղացրել եմ 4 անգամ ավելին կհատուցանեմ, ու Հիսուսը նայեց ու ասեց, ահա, այս տունը եկավ փրկությունը, որտեղ մարդու որդին չեկավ կործանելու, մարդի որդին եկավ որոնելու եւ ապրեցնելու, կյանքը ավելի լավ է, քան մահը, ապրել մեղքը հաղթելով ավելի լավ է, քան մեղքի կապանքների մեջ լինել, ապրել առողջ ավելի լավ է, քան հիվանդության մեջ լինելը, Հիսուսը մեզ հիասքանչ կյանք է պարգևել, ամեն, ու Հիսուսը նույնն է, այսօր երեկ ու հավիտյան, նա նույնն է, ու նա ուզում է այսօր հարցնել, ինչ ես դու տեսնում, քո շուրջը, ում ես դու տեսնում, ում ես դու նկատում, ամեն, ում ես նկատում, ում համար պատրաստ ես, ինչ որ քո կյանքի, քո օրվա ժամերը նվիրել, որ ինչ որ մեկին հասնես ավետարանի խոսքով, հիշեք, երբ մենք մեր մարդկային ձևով ենք գործում, արդյունք չկա, բայց երբ Սուրբ Հոգով ենք լցված և Սուրբ Հոգով ենք խոսում, անհնարին է, որ մարդու կյանքը չփոխվի, ամեն, դու Սուրբ Հոգու տաճարն ես, լցվիր Սուրբ Հոգով, ամեն, հալելույա, եկեք մենք կանգնենք մի պահ Աստծո առաջ, Հալելույա, 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 եթե դու հասկացել ես, որ քո քրիստոնեական կյանքում ինչ որ բան պետք է փոխվի, ավելի լավ լինի,
որ դու պետք է Հիսուսի գործը անես այստեղ երկրի, որովհետև նա քեզ հանձնարարել է։ Նա քեզ հանձնարարել է դա։ Ու դու գիտեք, մինչև դու քեզ նեղություն չտաս, ուրիշին լավ չի լինի։ Հասկանում ես։ Հասկանում եք։ Լավ եք հասկանում։ Պատրաստ եք։ Հիսուսը իրան նեղություն տվեց, մինչև իմահ, որ քեզ լավ լինի։ Նա ուզում է, որ մենք ինչպես քրիստոնյաներ, մի քիչ էլ մենք մեզ նեղություն տանք։ Դու գիտես ինչի մեջ դու պիտի քեզ նեղություն տաս, որ դու կարողանաս ուրիշի կյանքի մեջ ներդրում անել, ուրիշին ապրեցնել Աստծո խոսքով։ Ամեն։ Ես ուղղակի առաջարկում եմ, որ ուղղակի մենք հիմա խնդրենք, որ Տերը մեր սրտերին դիպչի։ Ամեն։ Մի քանի րոպե եկեք վերցնենք դրա համար։ Հայր Աստված, մենք Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալ ենք քեզանից, որ դու ես մեզ ընտրել, ոչ թե մենք քեզ, Տեր, դու ես մեզ ընտրել, որպեսզի մենք գնանք եւ պտուղ բերենք, ու մեր պտուղը մնա, մեր պտուղը մնայուն լինի, Տեր։ Մենք քեզանից ներողություն ենք խնդրում մեր անտարբերության համար, Տեր, ու մենք խնդրում ենք, որ դու մեզ ներես, որ մենք չենք արել այնպես, ինչպես որ դու մեզանից սպասել ես, որ երբեմն մենք անտարբեր ենք գտնվել, երբեմն անհավեսի պատճառով ինչ որ բան չենք արել, որ դու մեզ առաջնորդել ես, մենք խնդրում ենք քեզանից, որ դու մեզ ներես, Հայր, ու մենք խնդրում ենք, որ ուղղակի դիպչես մեր սրտերին, փոխես մեր սրտերը, բժշկես մեր սրտերը, Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, տուր մեզ այնպիսի սիրտ, որը քո գթությունով լցված է, տուր մեզ այնպիսի սիրտ, որ քո սրտի հետ միասին բաբախում է, Տեր, տուր մեզ այնպիսի սիրտ, որ դու մեզ վստահես ու ասես, սա իմ որդին է, որ պիտի անի այն ինչ, որ ես ուզում եմ երկրի վրա, Հայր Աստված, օգնիր մեզ այնպես հաշվենք մեր կյանքի օրերը, որ իմաստուն սիրտ ձեռք բերենք, օգնիր Տեր, որ մենք տեսնենք, բացիր մեր սրտի աչքերը, որ մենք տեսնենք մեզ շրջապատող մարդկանց, որ մեր սրտերը արձագանքեն մարդկանց կարիքներին, քո սուրբ հոգու զորությունով, Տեր, քո սուրբ հոգու զորությունով, ու մենք աղոթում ենք դրա համար, որ քո հոգին այսօր մեզ նորից լցնի, Տեր, որ մենք խիզախ լինենք քո մասին պատմելու, քո անունով աղոթելու, քո անունով դևերին սաստելու, Հայր Աստված, որ քո անունով մենք կարողանանք հասնել մարդկանց, Տեր, ոչ թե մեր ուժով, ոչ թե մեր զորությունով, այլ քո սուրբ հոգու զորությունով, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, ու ես աղոթում եմ, որ ամեն թմրություն եկեղեցու վրայից վեր առնվի Հիսուս Քրիստոսի անունով, ամեն անտարբերություն, ամեն դիվային խոչընդոտներ Հիսուսի անունով լինի խափանված, ես հռչակում եմ Հիսուսի անունով, Աստծո արթնությունը, հոգու արթնությունը մեր յուրաքանչյուրի սրտում, Տեր, մենք քո կարիքը շատ ունենք, Տեր, ու մենք շնորհակալ ենք, որ դու մեզ տվել ես ամենը, որ մենք կարողանանք ծառայել այս կորսված աշխարհին, այս մեղավոր աշխարհին, Տեր, քո եկեղեցին է հույսը այս աշխարհի համար, շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք Հիսուսի անունով։